Ինչպես եք վերաբերվում վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններին, գիտեք, որ նրանց շարքերում կան հոգևորականներ, Գյումրիի քաղաքապետն է, կան նաև մարդիկ, ովքեր պարզապես չեն կիսում իշխանության գաղափարները։ Իշխանությունը ինչ է ուզում այս ամենով ցույց տալ ժողովրդին։ Նիկոլը կուզի ու սաղին բռնի, որ իրանց ցային տան, ինքը առաջ էստա, բայց չեստա։ Սա Նիկոլի ձեռքի գործն է, աղջիկ ջան, ուրիշ ոչ մեկի։ Դա մանրը բացական է վերաբերվում, բայց ինքնուրույն ինքը ուզում է իր ուժը ցույց տալ, կարող է միշտ ճնշել, վախեցնել։ Դա հոգևորականների համար կարող եմ ասել, ինքը իրավունք չուներ հոգևորականներին ձերբակալել։ Եթե ապացույցներ չունի, մարդասպան չեն, գողություն չեն ներել, կոռուպցիա չկա, ինչ իրավունք ունի։ Ինքը իրավունք չուներ, մեր կառավարությունը իրավունք չունի խառնվելու հոգևորականների հետ, այդ գործի մեջ։ Ապանետներին, ոնց ասեմ, իրան թշնամիներին վեր Հակառակորդներին։ Ուզում է մի կողմ քաշի, ինքը գա իշխանության, ուրիշ տեղ հարց չկա։ բռնելությունը։ Բռնել, վախեցնելու միջոցները, յանց չայր առաջ տանա, յանց խոսքը, ուրիշ բան չկա, ես չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանն կրկնում է, որ Հայաստանը ժողովրդավարական Ոչ մի ժողովրդական մարդը չի բռնել, դերներին բարը մեր գուսավել են ասել, կամ սդից պատճառներով։ Ինքնարժուկով գուզե ցույց տա, որ սա իր ձեռը վերցնել, էլ դադավորություն, էլ դադախազություն, սա իր ձեռն է վերցնել։ Էլի քսեմ, թե ինչ եղավ էս խեշտակում բռնես տա։ Սա Երևանի միլիցիան ու կարմիր բերետավոր ու սև ու չգիտեմ ինչ հավաքես բերավ մի հոգում տանը, լավ սա կենիկ մարդ է։ Իսատ Վարդանի համար սա Երևանը բերել էս որ տանից։ Չէին կրագա, երկու հոգով խոսքի առնեին երտային։ Եկա ժողովրդին ինչեքսե խփին իրար մինչև առան գնացին։ Այնպես է ուրախ կտանեին, գիտեին դե հացագործ են բռնի։ Ինչ էր եղել, մարդը կաշխատի, երկրորդ անգամ ընտրվել է։ Ինչ է։ Իշխանությունը ինչ է ուզում, արդյոք ուզում է սրանով աչք վախել։ Սա կառավարությունը վերցրել իր ձեռը, էլ դադախազություն, էլ բան ինչ կսե, հոգևորականներին, դու էլ ինչ ասեմ, դադարություն, սա իր ձեռն է վերցրել, էլ ինչ են։ Ես եմ ու կամ։ Եվ ակցեր սա Հայաստանը վարչապետ է, հիմի դարավ մենակինքը ու կսե ով կրա իմ դեմս խոսա։ Ես մարդը չի կրա խոսա, վերցրել է ձեռը։ Ձեր կարծիքով Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, իշխանականները պնդում են, որ չկան բանտարկյալներ։ Ինչ չկար սաղին բռնել է։ Չգիտեմ, մտի այդ մի հարց չեմ կնում պատասխան։ Քաղաքական չէ դե Սամվել Պալասանյանը բարեր առ ամեն ինչով կամ Վարդան Ղուկասյանն ինչ էր։ Իրանք հայրով ցույց է տալիս, թե ինքը ինչ ուզենա կեն մեր ժողովրդի կրկին, մեր ժողովրդն խելոք նստած։ Կան իմ կարծիքով, բայց մեր կոմպետենցիայի հարցեր չեն, այնօր կան, որովհետև խոսքի համար են ձերբակալվում, տեսակետների համար են ձերբակալվում, հայացքների համար են ձերբակալվում, բնական է, դա քաղաքական է, քրեական չի ամենայնպես։ Ովքեր կալանավորված են ընդամենը իշխանությանը դեմ լինելու համար։ Չգիտեմ անունները, չգիտեմ, բայց ահագին կա։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ովքեր իշխանությանը դեմ լինելու համար են բանտարկված։ Լիք։ Չկան։ Նախ քաղբանտարկյալ են։ Ով իրավունք ունի մարդուն նստեցնելու առանց դատարանը։ Ինքը արդեն նստեցրել է։ Արդեն խաղերով կասկածնոր 6-7 տարի Վարդանի վրա։ Երեկ տղային են բռնել։ Էս երեները ու խեղտեգը պետք է դե յանը լավ չի էլի եկել է ստա վախեցնողի ու ժողովրդի յան կողմ
Thank you.